Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ անդրադառնանք ամերիկյան թեմաներին, ավելի ճիշտ ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող թեմաներին, որ ուղղորդվում են հանգիստ կարող եմ ասել Միացյալ Նահանգներից, բայց արդյունքը ինչ կլինի դեռևս հայտնի չէ։ Ընդհուպ Թրամփը հայտարարեց, որ խելագար է եւ որ ինչ է անում այդ տղան ես չեմ հասկանում։ Ամենավերջի հայտարարությունը, որ կրակի հետ է խաղում։ Այո, կրակի հետ է խաղում։ Այո։ Եվ որ ինքն է փրկում Պուտինին։ Այո։ Հիմա շատերը կծիծաղեն ասեն, էլի Թրամփն բան ասեց, իսկ չէ որ եկեք գնահատենք այս։ Բոլորս ասում ենք, որ ինքը գաղտնի փրկում է Պուտինին, հիմա բարձրաձայն Չէ, դրա մասին չի խոսքը։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Ուշադրություն դարձրեք, այդպիսի բան չկա, որ ինքը, այսինքն ոչ թե գաղտնի փրկում է Պուտինին, ինքը շատ բացահայտ առաջարկում էր Պուտինին քաղաքակիրթ ձևով ինչ որ մի բան դեմքի ինչ որ փրկությամբ ընդունել իր պարտությունը եւ ստանալ շանս Ռուսաստանում շարունակել մնալ իշխանություն։ Դրանում կօգներ իրեն Թրամփը տնտեսական պատժամիջոցները հանելով եւ կամաց այսպես, բայց չափավոր Ռուսաստանին չէր թույլատրվելու այլևս նախկինի պես զարգանալ։ Ուրեմն, բայց ամերիկյան հետախուզության վերջին զեկույցը արդեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը համարվում է թշնամի, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան լրջագույն ավելացրել են իրենց ռազմական կարողությունները միասնական, այսինքն ավելացրել են նաեւ աշխատում են այսպես վտանգավոր զինատեսակների վրա, փորձելով շրջանցել ամերիկյան պաշտպանական միջոցները եւ ակնհայտորեն խոսքը եկեք տարբերենք նրա մասին չէ որ Թրամփը ուզում է փրկել Ռուսաստանը որպես հաղթող բերել Թրամփը ի սկզբանե պարզ էր ուզում է Ռուսաստանը բերել իր կողմ Չինաստանի դեմ պայքարում, բայց դա չէր նշանակում Ուկրաինայի պարտություն։ Դա նշանակում էր Ուկրաինան որոշ կորուստներով, բայց ռեալ, ուրեմն ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական հաղթանակ էր տանելու, որովհետև ըստ էության ամրագրվելու էր Ուկրաինայի սուվերենությունը։ Բայց Զելենսկին պիտի չբարկացնի պարոն Թրամփին։ Այդ իրենք արդեն այդ խաղերը դա ուրիշ բանի մասին է, դա անընդհատ նրա մասին է, որ փորձում են Պուտինին շատ չստորացնել, որպեսզի նրան անընդհատ բաց դուռ են թողնում, որպեսզի նա այդ դռնով այդուամենայնիվ մտնի։ Հիմա իսկ ես ինչ էի ասում մեր տաղավարում եւ բազմիցս, որ իրականում Թրամփը փրկում է Ռուսաստանը բայց ոչ թե այդ իմաստով, որ դուք ասացիք, այլ այն իմաստով, որ Ռուսաստանին ելք է առաջարկում եւ իրականում Թրամփը, որ ասում էր Ուկրաինան չունի խաղաքարտեր իր ձեռքում, դա ընդհանրապես ուրեմն ոնց որ ուկրաինացիներին վրա ինչ որ ճնշում գործադրելն էր, որ այդուամենայնիվ փորձեն այստեղ կոմպրոմիսային, այո, բայց քանի որ Զելենսկին շատ խելացի գտնվեց եւ հասկացավ, որ Պուտինը միևնույնն է չի գնալու, չի կարողանալու Սի Ցզինպինի տակից փոխվի, դրա համար սկսեցին ընդունել բոլոր Թրամփի առաջարկները, բայց խոսքը միևնույնն է նրա մասին էր, որ Թրամփը փորձում էր արձանագրել Ուկրաինայի քաղաքական, ուրեմն ռազմական, կարելի ասել, բարոյական հաղթանակը Ուկրաինայի սուվերենության պահ, որտեղ Ուկրաինայի վերականգնման ծրագրով եւ այլն, այսինքն Ուկրաինան դառնում էր Միացյալ Նահանգների գործընկերը, ուրեմն բնականաբար, բայց տարածքային այդ զիջումները բնականաբար Պուտինի թեմ կփրկելու համար պետք է տալ Պուտինին։ Բայց որ ասում էինք, երբ որ Թրամփը ասում էր, որ ինքը բանակցություններից դուրս գա, դա ոչ թե Ուկրաինային ավնաս, հիշում եք ինչ էին ասում, սպառնում է Զելենսկուն, որ դուրս կգա բանակցություններից։ Ոչ, իսկ ես ինչ էի ասում։ Նա սպառնում է Պուտինին, որ դուրս կգա բանակցություններից։ Բայց չէ նաև Չէ, հիմա է ասում։ Ժամանակին էր ասում, որ Ուկրաինային, եթե տեսնեմ այսպես շարունակվի, իրար չհասկանան, ես դուրս կգամ բանակցություններից։ Ուրիշ բան եմ ես ասում։ Իմ ասածը որովին այլ բան է։ Նա ոչ թե Ուկրաինային էր սպառնում, որ դուրս կգա բանակցություններին։ Նա Պուտինին էր սպառ, այո։ Այսինքն մարդիկ մեկնաբանում էին, որ Զելենսկին պետք է վախենա, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից։ Բայց իրականում իսկ ես ինչ էի պնդում, որ նա Պուտինին է սպառնում, որովհետև այլ դեմքը փրկող չի լինելու։ Իսկ Ուկրաինային չեն կարողանալու զիջել։ Ստրատեգիական կարևոր նշանակություն ունի Ուկրաինան։ Չի լինելու այդպես, որ Ուկրաինային թույլ տան, որ Ռուսաստանը կլանի։ Չի լինելու այդպես, չի կարող լինել, որովհետև անգամ եթե Լինցի Կրեմի ներկայացումը տենեք կոնգրեսում, ինչ էր սպառնում Լինցի Կրեմը։ Լսել եք։ Դա խայտարակություն է։ Դա Պուտինին համատում են Հիտլերի հետ, ասում են, եթե Ուկրաինան պարտվի Չինաստանը մտնելու է Թայվան, որևէ կերպով չի կարի թույլ տալ։ Դա ասում են ԱՄՆ սենատորները։ Այսինքն ԱՄՆ-ում դա շատ լավ հասկանում են։ Եվ այս ամբողջ այս խաղը, այս ռետորաբանությունը ի սկզբանե ես ճիշտ էի գուշակել։ Պուտինին դեմքի որոշակի փրկությամբ
այսպես խայծը տալով բերել եւ ստիպել, որ ինքը ընդունի իր պարտությունը։ Հիշեք Տրամպը նորից ինչ էր ասում, ասում էր՝ «Իմ ընկեր Վլադիմիր, դու պարտվել ես, արի, մի երկարացրու»։ Հիմա կգա Շվեյցարիա։ Հիմա չեմ կարծում, որ այս պահին, այսինքն տեսեք, այս պահին գրում է Պուտինին ստիպելու գործընթացը։ Ինչի մասին էր Քելոգի ասածը։ Ինչի մաս, հա դուք վերջինը տվել եք այսօր, որ Տրամպը ասեց, որ Պուտինը կրակետ է խաղում, ես ասացի արդեն, ահա։ Հիմա գնում է խոսքը դրա մասին։ Մի կողմից կոնգրեսականների պատժամիջոցներն սպառնալիքը, մյուս կողմից Տրամպը արդեն զգում եք ինչ կտրուկ ռոտորաբանություն է փոխել Պուտինի նկատմամբ։ Զելենսկին պատրաստ է գալ բանակցելու, Զելենսկին աշխատում է այդ ուղղությամբ։ Մի հանգամանքի վրա կուզեմ ուշադրություն դարձնել այստեղ Թուրքիան։ Ինչի չի տանում Թուրքիա։ Ձեզ մոտ դա հարց չի ծագում։ Դե կան հարցեր իհարկե։ Հետաքրքրական է, չէ՞։ Վատիկանը ինչ է ուզում տանել։ Այնուամենայնիվ Վատիկանային Ռուսաստանն է հրաժարվել, իսկ Ժնևը չունի այդ։ Ռուսաստանը ասեց, որ հիմա լավ բան է, չէ՞, շատերը արդեն այդ բանը ասում են, Ռուսաստանը չի ուզում գնալ կաթոլիկ քրիստոնեական Վատիկանում բանակցելու ուղղափառներով, բայց պատրաստ է գնալ մահմեդական Թուրքիայում բանակցելու, այսինքն դա ծիծաղելի պատճառաբանություն է։ Դուք տեսաք Ֆիդան ինչպես վազեց Մոսկվա։ Այսինքն այստեղ ոչ միայն հարավային Կովկասը, այսինքն այդտեղ երկու պայմանավորություն եղավ հիմնականում, որ երկու թեմա էր շրջանառվում հիմնականում, մեկը Հայաստանը եւ հարավային Կովկասը պահելու ուրեմն կոնտրոլի տակ, մյուսը փորձելու բանակցությունները այդուամենայնիվ հանդիպումը Թուրքիայում կազմակերպելու կշարունակեն։ Գովազդից հետո Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում, մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ, բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի, ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ, միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Մինչև գովազդը պարոն Չիբուխչյանը ուզում էր բացատրել, թե ինչու Թրամփը առաջարկում է գնալ Ժնև, ոչ թե Ստամբուլ, որտեղ սկսվեցին բանակցությունները, ընդ որում Թրամփը առաջարկում է նաև իր մասնակցությունը այդ բանակցություններին։ Դե Թրամփը առաջարկում է բարձր մակարդակ, էլի բունկերայինի ծռված դեմքը փրկելու համար այսօր երևի չենք հասցնի, մի հատ հասկանանք վաղը ոնց ալում, բայց բունկերայինը գորժգոտի է մտել Սումիի մարզում, իր բանակցային դիրքերը փորձում է այդպես ամրապնդել, բայց այնտեղ դա լրիվ կապիկություն է, ուրեմն ինքը փորձում է տենց այսպես ցույց տալ, թե ինքը տիրապետում է իրավիճակին, բայց դա այդպես չի, Թրամփը հասկացել է պարկասու եւ ասեց, որ դու ուղղակի նախ Ռուսաստանը կկործանվի, եթե շարունակես ուզել ամբողջ Ուկրաինան, երկրորդն էլ ասեց կրակետ ես խաղում, ես ձեռս քաշեմ գլխիցդ կկործանվես։ Եվ այստեղ հետարքիր հանգամանք կա, որ Թուրքիայի հետ կապված ես ուզում եմ շեշտել։ Համար մեկ հանգամանքը, Թուրքիան ունի լծակներ Ռուսաստանին ճնշելու, եւ Թուրքիան երկարքի խաղեր է տվել այսքան ժամանակ։ Գլխավոր օգնությունը Ռուսաստանից, գլխավոր օգնություններից մեկը գնացել է Թուրքիայից։ Բրիտանիայի կառավարությունը ադրբեջանցիների վրա պատժամիջոց սահմանեց, այլ Իլհամ Ալիևի հետ կապված ընկերության Coral Energy-ին, որը Սոկարի հետ կապ ունի, հիմա այլ կարծեմ Two River, չգիտեմ ինչ որ անունով են այդպես հանդես գալի արդեն, որտեղ պատժամիջոցներ սահմանեցին, որոնք ռուսական նավթն էին տանկերներով տեղափոխում Թուրքիայի միջոցով այդ թվում, եւ լրջագույն պատժամիջոցներ սահմանեց բրիտանական ընկերությունը։ Այսինքն իսկ հիմա Թուրքիայի պարագայում հետեւյալն է. Թուրքիան ունի լծակներ Ռուսաստանի վրա։ Արտաքին աշխարհի հետ կապող օղակներից մեկը Ռուսաստանի Թուրքիան էր եւ գազի առումով, գիտեք, այդ հարավային հոսքը կա եւ այլ եւ այլ։ Եվ այնտեղ ռուսական գումարների հարց կար, չէ՞, հիշում եք թուրքական բանկերում էին եւ այլն տանում էին եւ այնտեղ բազմաթիվ հարցեր կար։ Եվ հիմա Միացյալ Նահանգները Թուրքիային ըստ էության դեմ տալով այդ շատերը մեկնաբանում են, որ տեսեք Թուրքիային, այո, Թուրքիային առաջարկեցին, ասում են, եթե մեզ հետ ես, ուրեմն փորձեցին նույնիսկ։ Այո, կողմնորոշվի, այսինքն խաղեր մի տուր։
Սիրիայից չհանեց ռուսական զորքերը, պահում է, ինչի, որովհետև հասկանում է, որ տեսնում Սիրիայում իվեր դա լրիվ բարձր թեմա, շատ ինքը խեղճացել է արդեն Սիրիայում, եւ այստեղ ինքը հատուկ չի հանում ռուսական զորքերը, համ պահում լարվածության մեջ այն մի քանակ սպանել էին ռուս զինվորի, համ էլ չի հանում, որովհետև այստեղ շատ բարդ է այդտեղ չանցնեք Սիրիայի վերլուծությունը, ես ասել եմ, ինքը ընկավ ծուղակի մեջ Սիրիայում, դա պարզ էր։ Նույնն էլ հիմա, տեսեք, Թուրքիային առաջարկվեց Թուրքիան պետք է տոտալ պատժամիջոցներ սահմաներ Պուտինի հանդեպ, ընդհանրապես այդ հարավային հոսքով եւ այլով ամեն ինչը փակեր եւ ստիպեր, որ Պուտինը գնա Ստամբուլ։ Թուրքիային առաջարկեցին խաղալ իրենց կողմից, դադարել խաղալ երկակի։ Թուրքիան չարեց դա։ Հիմա Ֆիդանը գնացել է Ռուսաստան համոզելու, որ հերիքա ես քեզ չեմ կարող քո դեմքը փրկեմ, ես եմ տուժում դրա արանքում, այսինքն Թուրքիայի քաղաքական կշիռը չի բարձրանա, քանի դեռ Թուրքիան չի կողմնորոշվել։ Ում հետ է ինքը։ Ինքը ստիպված Ալ-Շարան տարավ, այսպես իր այսպես անձնական օգտագործման նախագահիկին, նախկին տերորիստիկին, տարավ մատուցեց Դուբայ, այսինքն Սաուդյան Արաբիա իրեն թշնամական երկիր համարվող, հա, եւ այլն։ Իդեպ Միացյալ Նահանգները հզորացնում է Սաուդյան Արաբիան, սա էլ է Թուրքիայի դեմ քայլ։ Եվ հիմա փորձում է նաեւ Իրանը։ Եվ հիմա այո, Ֆիդանը վազեց, հիմա չգիտենք համաձայնություն տվել է Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպի թե չէ, բայց վստահաբար եւ երկրորդը իհարկե Հայաստանը 3 գումարած 3-ի ֆորմատով եւ Ֆիդանը ասեց, որ Ադրբեջանի ջանքերին է կողմ Թուրքիան, այսինքն Արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն սա կործանարար ծրագիր է։ Թուրքիան սատարեց Ադրբեջանին Ռուսաստանը մստեության, Լավրովը մի հատ 3 գումարած 3 արեց, այսինքն մենք գտնում ենք թշնամական միջավ։ Հայաստանի ոչնչացման ծրագիրն է սա երկարաժամկետ կամ կարճաժամկետ։ Եթե Թուրքիան սատարեր Հայաստանին, Ռուսաստանին։ Չէ, դե ասելով, որ ինքը հենց Ադրբեջանի ջանքերն է սատարում, մենք դնում ենք Ալիևի ինչ պահանջներ ա դնում։ Սա էսպես։ Այսինքն հասկանալի է, չէ, Թուրքիային տրվեց շանս։ Հիմա դրա համար Վատիկան, Շվեյցարիա, բայց ոչ Ստամբուլ։ Մեր հետևորդները հասկանան ինչ է կատարվում։ Դա լրջագույն բան եմ ես հիմա ասում, ինչի է Թուրքիան այս վիճակում։ Եվ Թրամփն էլ կգնա։ Որտեվ ռուսական գործակալական ցանցը Արաբոթից իրիկուն ասում է, եթե գնաք արևմուտք, գնում եք Թուրքիա։ Այսինքն հասկանում եք, չէ՞։ Մենք այսինքն այդ ապատեղեկատվությունը գնում է Հայաստանին վախացնելու, որ հանկարծ դեպի արևմուտք չգնաք։ Բայց իրական հարաբերությունները արևմուտք եւ Թուրքիայի մենք ներկայացնում ենք այստեղ, որպեսզի պարզ դառնա։ Իսկ ինչու, ինչ հարց չի ցակ, իսկ ինչու Ստամբուլում էր, բան չի մեկ Շվեյցարիա դարավ այդ հարցը, էլի այդպես։ Այս է իրավիճակը եւ Թրամփը մենք այլ թեմայից այսօր չենք հասցնել խոսել, փաստորեն ժամանակը մեր սպառվում է, բայց գլոբալ իրավիճակը հետեւյալն է, որ Թրամփը ըստ էության Պուտինին առաջարկում է, իրեն էլ առաջարկով այդ բանակցություններից, ճնշումներով զուգահեռաբար, հա, ես էլ ասեմ անպայման, Քելոգը ասեց, որ Ուկրաինան ներկայացրել է իր պայմանները, Մա Ռուսաստանից են սպասում, որ ձգձգում ու ձգձգում է։ Ռուսաստանն էլ պետք է ներկայացնի իր պայմանները, որ նստեն սեղանի շուրջ եւ խոսեն։ Իհարկե բունկերայինը չի ցանկանում, որտեղ դրանք իրար հակասում են, ինչ որ բանավոր ասվել են մինչեւ այսօր տարածքներ չի ուզում վերադարձնել Ուկրաինան, իրենք ասում են ներկայացրեք ձեր պահանջները, դուք էլ ներկայացրեք, գնանք նստենք միտեղ եւ հասկանանք որտեղ ինչ կարող ենք անել, այսինքն թղթեր, որոնց շուրջ կարող ենք քննարկում։ Նախագահների մակարդակով, որովհետեւ ուրիշը այդ հարցը չի կարող։ Հիմա տեսնենք բունկերային ինչ պատասխան կտա, բայց հակներեք ես էլ ասեմ ու արագ Թրամփը ինչու է այսպես արդեն արտահայտվում, որ Պուտինը կրակի հետ է խաղում, որովհետեւ Պուտինը արդեն խաղում է իր հեղինակության հետ։ Ամեն իր ջանքը մերժելով ինքը խայտարակ անում Թրամփին եւ դրա համար Թրամփը փոխում է հետորաբանությունը։ Դա ժամանակը ցույց կտա ինչ է լինելու, իսկ մեր ծրագրի ես լավատես չեմ շատ մեծ ասենք այդ առումով։ Ցտեսություն, կհանդիպենք վաղ։